Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի կարճ տեսանյութ գլխավոր մանիպուլատորի կողմից ես մի շատ կարևոր բան պիտի այս տեսանյութի մեջ ձեզ բացատրեմ, խնդրում եմ ուշադիր, շատ ուշադիր լսեք, որովհետև նրբությունները սրա մանիպուլյացիայի, որը այսօր փորձում է անել, որը արել է տարիներ շարունակ, այս սխեման պետքա ձեզ բացատրվի, որ հասկանաք ինչն է իր բուն նպատակը։ Խնդրում եմ ուշադիր լսեք, շատ կարճ տեսանյութ է։ Կտրիչ Ներսյանի հետ շփվել եմ, էլի, ասենք ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ են գնացենք Նաթիռում, ասենք այդ ինչքանը 12 ժամ կողք կողքի նստել եմ։ Ես ինքս ինձ հարց եմ տվել, ասել եմ ո՞նց կարա, էլի, ո՞նց է սենց լնում, որ հոգևորականի հետ խոսած ժամերով, օրերով ու որևէ հոգևոր թեմա չարչարծվի։ Ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա։ Չանդրադառնա, այդտեղ փող կա, այդտեղ բետոն կա, այնտեղ պագրիշկա կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այնտեղ չգիտեմ ինչ գործ կա, այդ դա է կատաստրոֆան։ Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատեր է, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Իսկ նրանք ովքեր ինքնուրույնություն հերրավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի դնում։ Հայաստանի եկեղեցիները վերայնացված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում։ Քահանաները ապրում են չքավորության եզրի։ Լսեցիք ուշադիր, կարծում եմ, մանիպուլյացիան որտեղ է, ասում է, գնում էինք 12 ժամ Ամերիկա, կաթողիկոսի հետ, հա, խոսում էր, չգիտեմ, բիզնեսից, սրանից, նրանից, բայց ինչի՞ չհասեցիր այդ ժամանակ, հարց։ Դու ո՞ր թվին ես Ամերիկա գնացել կաթողիկոսի հետ։ 2018, 19, բայց ես հիմա ասում։ Դե մատ պատասխանի ես ժողովրդին, ժողովուրդը քեզ հարց է տա։ Ինչու այն ժամանակ չէիր ասում, որ կաթողիկոսը այդպիսինն է։ Ալիևից հրաման չկար։ Ամբողջ խնդրեմը էս ամեն ինչի մեջ գիտես որտեղ է։ Որ դու այս ամեն ինչը կատարում ես Ալիևի պահանջով եւ դրա մասին խոսել եք։ Նախորդ օրը Պետրոսը հարցազրույցի ժամանակ ասում էր կաթողիկոսին ով է ասում Արցախի հարցի մասին խոսի, որ Ալիևն էլ բարկանա։ Այսինքն դուք մի կողմից խոսում եք ազատ անկախ Հայաստանից, որ ազատ անկախ երկիր ենք, մյուս կողմից ասում եք, որ Հայաստանի պատմական հողը, Արցախը, դրա մասին անգամ իրավունք չունի հայը խոսելու։ Սա խոսում է ձեր բերած ազատության եւ անկախության մասին։ Հաջորդ մանիպուլյացիան ու մուտիտը, որ ուզում է գցի հոգեվոր աշխարհի մեջ, ագահությունը, փողասիրությունը, հասկանում եք ինչ է ուզում գցի, որ պաշտոնի նշանակվում են ծանոթով, ասում է դուք ծանոթ չեք այդ իրավիճակին, նրա ո՞նց ծանոթ չենք, քո ղեկավարած երկրում առավոտից իրիկուն այդ իրավիճակն է։ Բա որ այդքան մտածում ես այ բջո հոգևորականների մասին, բա 9 միլիոն տալիս ես նախարարից, բա մի հատ հավաքեիր այդպես հոգևորների էլ փող տայր։ Բա ինչի չարիր, որ դու ես ավելի սրտացավ հոգևորների հանդեպ, քան կաթողիկոսը, բա չկարացար հավաքեիր, այդպիսի հոգևորներին էլ պարգևատրեիր, ոնց որ քո քամակը պահող նախարարներին ու նրանց տեղակալներին ես պարգևատրել։ Այսինքն դու ուզում ես, քանի որ մեր հոգևորները ավելի իմաստուն են, քան ժողովրդի մեջ, որ կարացավ այդ հարուստ աղքատի այդ բաժանարար գծերը գցել, նախանձ արթնացնել, աղքատին հանել հարուստի դեմ, որ երկրում աղքատ ու հարուստ չկա։ Բոլոր մեղքերը ասել, որ այ քեզանից են գողացել, աղքատի մեջ այդ չարությունն արթնացնել, թշնամացնել մարդուն հային հայի հետ, գոնե եկել է գործ անի, այնպես անի, որ այդ աղքատն էլ հարստանա, չէ ասում, այն հարուստը քեզանից գողացել է։ Դու ես գողացել, դու, Նիկոլ, մարդկանց ոչ թե մենակ գումարը գողացար, այլ երեխեքին գողացար, սպանիր մարդկանց երեխեքին։ Հիմա ուզում է մուտիտը գցի, ասում է հոգևորներին ծանոթով են նշանակում, երկրի չգիտեմ,
Այն հոգևորականից նախանց ջարություն արտնասնի, նա ինչ է անում, նա էլ է բջի սատանի ծրագիրը դու, նա ինչեր է ուզում անի, ներսից քայքայի քանդի, հոգևոր աշխարհը հանի հոգևորներին իրար դեմ, ինքը մուտիտը գցի, իր այությունը դա, բջի պես էլ սենց կայնել է, սենց ֆրֆրծնում է, ինքը չի հասկանում, որ կողքից իր բջությունները, զգացողներ, տեսնողներ, հասկացողներ կան, մուտիտ գցող, բջություն անող, Սենց խոսք տանող բերող ես լղլղջես կենթանի տեսակը, դարել է վարչապետ ու այդ ամեն ինչ անում է վարչապետի մակարդակով։ Ամբողջ հարցը Փաշինյան Նիկոլ էստեղ էնա, ինչու ես հիմա հիշել, հարցին ուղիղ պատասխանի, եթե տղամարդկություն ունենաս կանգնես հայտարարես, որ այո, վախեցել ես Ալիևից, Ալիևից վախենալով Ալիևի հրամանը կատարելու համար գնացել ես, հարձակվել ես եկեղեցու վրա, այդ ժամանակ ասեմ գոնե մեջդ կես գրամ անկեղծություն կա։ Դու ես ամբողջ պրոցեսը սկսել ես Ալիևի պահանջով, քո գլոբալիստ տերերի հրահանգով։ Դու այդ ամեն ինչը եթե համարենք դա ճշմարտություն է, իմացել ես շատ վաղուց, այ հանցագործ։ Ինչ ես այսօր խոսում բա դրանց մասին։ Այսօր քո քաղաքական կայֆը տվել։ Բա այն 18 թվին ճվում էիր, որ դու արդար ես, որ այ ոչ մի կոռուպցիա չես հանդուրժի։ Քանի տարի է որ հանդուրժել ես այդ ամեն ինչը։ Դո շակալ, քեզ ում տեղն ես դրել, բջություններդ կգնաս, ԿՊ-ի նիստերին կանես, արա, քո համար այստեղ հարիվ ու միամիտ չկա, ամենայն անգրագետ հայ քաղաքացիներ քո բիճ էությունը գիտի արդեն, բան չես փոխելու, թպրտա, այդ այնց թպրտա այդ ամբիոնների վրա, քո այդ թուլեկի հետ, ձեր վերջը եկել է քաղաքական դիակ եք արդեն, հանրության մեջ դուրս արեք, որ հասկանաք դուք ով եք, ժողովուրդը թքում աշ ձախ քո վրա, ես գիտեմ, որ պադոշ ես, չես ամաչում, բայց քո պադոշությունը եւս քեզ չի բրկելու, իսկ քո այդ մուտիտներով ոչ մի բանի չես հասնելու, ոչ մի բանի, մենք շատ լավ գիտենք եկեղեցին, եկեղեցու պրոբլեմները, եկեղեցու խնդիրները, բայց քո նման պղծի կծիկը, չէ որ պետքա դրանից խոսի, դու ով ես Սարա, հələ քեզ քո ղեկավարած պետությունը նայի, դու այդ քո պետությունը իդեալական ես ղեկավարում, 4 կողմը կոռուպցիա, սպանություն, թալան, մի քաղաք չեք կարում արա կազմակերպեք, բա ինչի չեք անում։ Բա եկեղեցին հսկա կառույց, ով ասեց որ այնտեղ թերություն չկա, այնտեղ պրոբլեմ չկա, այնտեղ խնդիրներ չկա, այնտեղ կերտ չկա, ով ասեց։ Բա դու հերել ես իլուր աշխարհի խայտարակ ես անում հային, հայ սուրբ վայրի թերությունը հանել ես, ասենց դրոշակ ես սարքե, ինչ որտեղ կարող է եւ իրապես թերություններ ես գտնում, մանիպուլատոր ես, բերում ես էդի ժողովրդին կերակրում ես, թե բայ ես, թե բայ, դու ով ես Սարա։ Քեզ ով է այդ իրավունքը տվել, որ դու խոսես եկեղեցու թերություններից։ Եկեղեցու թերություններից խոսացող մարդիկ ապրած պետք է ունենան, այդ կյանք անցած պետք է ունենան, այդ իրավունքը պետք է վաստակած ունենան։ Դու այդքան չկաս, այ թուրքի փալաս։ Դու գնա Էրդողանի հետ նամազ արա, դու դա ես, ու քո խոսքը, անգամ եթե եկեղեցում կա պրոբլեմ, որ եթե հայ չպետք է ընդունի, արժեք չպետք է ունենա, դու չէ որ պետք է եկեղեցուց խոսես, դու չունես այդ իրավունքը, դու չունես, որտեղ ների ծառա ես, թուրքի ստրուկ ես, թուրքի փալաս ես, դա ես դու,